Եղել է ձեզ մոտ, երբ որ մտածել եք մի անձի եւ այդ անձը հենց այդ պահին էլ ձեզ գրել է կամ զանգահարել, դա իհարկե համընկնում չի, դուք կարող եք մտածել դա համընկնում է, բայց իրականում դա կարելի է ասել, որ դա կվանտային կապ, մարդիկ կարող են իրար հետ ոչ մի կապ չունենալ, ամեն մարդ մի ծայրամասում լինի, մյուս ծայրամասում լինի եւ այստեղ խոսքի օրինակ, ինչ-որ մեկը ինչ-որ սիմվոլի մասին է մտածում եւ հենց այդ պահին դուք կարողանում եք առանց նրա հետ որևէ կոնտակտի կարողանում եք այդ սիմվոլիզմը հասկանալ, կարելի է մտածել, որ դուք միգուցե շատ հին ժամանակներում, անցյալ կյանքում եղել եք միասին, բայց դուք այդ մասին չգիտեք, այսինքն ձեզ կարող է կապել այդ անձի հետ ինչ-որ բան, բայց դա կապ ունի մարդու գիտակցականի հետ, ենթագիտակցական, կարող է դու ինքդ քեզ շատ վատ զգաս, հեռավորության վրա այդ անձն էլ իրեն շատ վատ զգա, երբ որ դու ինչ-որ բանից վախենում ես, կարող է ինքն էլ հեռավորության վրա եւ միգուցե դա հենց թեորիա է, եւ եթե այն մարդով հիմա ներկա պահին դիտում է իմ այս վիդեոն, միգուցե ձեր հետ այդպիսի դեպքեր եղել է, կոնկրետ ինձ հետ եղել է, որ անձը դեռ հələ մի բան չմտածած, ես կարողացել եմ մարդու մտքերը զգալ, կարդալ, հասկանալ, նույնն էլ ինքը, նույնը սիրային հարաբերություններում, երբ որ դու ինչ-որ բան, ցանկանում ես քո պարտների հետ, որի կապը մենթալ դեռ չի ավարտվել, այսինքն լավ չեք բաժանվել, դեռ այդ մենթալ կապը մնացել է, դուք կարող է իր մասին ձեզ թվում է, թե դուք չեք մտածում, արդեն մոռացել եք, բայց այդ անձը, ձեր պարտները կարող է ձեզ իր երազում տեսնել, այս ամեն ինչը հենց այնպես չի լինում եւ եթե ձեր կյանքում պատահում են այսպիսի դեպքեր, դա ուրեմն չի նշանակում, որ դուք նրա հետ կապը լրիվ կտրել եք կամ չեք կտրել, դա նշանակում է, որ ձեր ենթագիտակցականը ձեզ սիգնալներ է տալիս, որպեսզի դուք հասկանաք, մենթալ կապը լրիվ կտրելու հետ, այդ անձի հետ, լինում են նաև այնպիսի իրավիճակներ, որ դու կարող է ինչ-որ մի բան, քո ինտուիցիայի հետ է կապված այստեղ, մտածում ես եւ անցնում է հաջորդ օրը նույն կամ ձեր բարեկամներից կարող է լինել, ձեր ընկերներից կարող է լինել, այդ մարդը կարող է ձեզ տեսնել եւ նույն բանը, այն ինչ դուք մտածում եք այսօր, նա այդ բառերը կրկնի, այնպես որ ոչ մի բան այս կյանքում, այս տիեզերքը կներեք, հենց այնպես չի ուղարկում, որպեսզի դուք հասկանաք, որ ձեր ենթագիտակցականը եւ ձեր ինտուիցիան շատ լավ են աշխատում,